բայց այդ փաստերը գոյություն ունեն ոչ միայն ռուսաց լեզվի հետ կապված, բազմաթիվ կոնֆերանսներ եւ սեմինարներ են լինում, որտեղ մասնակցում են պետական պաշտոնյաները, որտեղ անգլերենով նույնպես չի ապահովում զուգահեռ թարգմանություն եւ ռուսերենը գուցե այս պարագայում ավելի է ցայտուն երևում, որովհետեւ պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, իսկ անգլերենը տվյալ պարագայում գուցե մնում է ստվերում հենց այդ պատճառով, բայց ձեզ ասեմ, որ Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենից պակաս չէ։ Կառավարությունը այդ օրինագծի շրջանակներում պետք է իրականացնի իր գործառույթները։ Այս պարագայում, եթե ուղիղ կարդակ օրենքը մենք որևէ գործառույթ չունենք, լրատվական միջոցները կարող են փորձել իրենք այս թեման պահել ուշադրության կենտրոնում։ Մյուս կողմից էլ ուզում եմ ասել, որ ծայրահեղականությունները տվյալ պարագայում, որոնք օրենքի խախտման հետ կապ չունեն, որոնք օրենքի խախտման դեպքեր չեն, չպետք է էմոցիոնալ երանգներ հաղորդեն նման քննարկումների։ Ես բացարձակ վտանգ չեմ տեսնում այստեղ, չնայած որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սևեռվել Ռուսաստանի, Մոսկվայի եւ ռուսերենի վրա։ Ցավոք սրտի իրենց համարժեք պատասխանող լրատվամիջոցներ, որոնք կարող են սևեռվել Վաշինգտոնի, Ամերիկայի եւ անգլերենի վրա չկան, թե չէ դուք իրար կչեզոքացնեք եւ մենք էլ հանգիստ կզբաղվենք բացառապես մեր գործով։